Եթե դու մեկն ես, որ քո մանկության շրջանում միշտ ականատես ես եղել քո ծնողների վեճերին, կոնֆլիկտներին, իմացել ես նրանց վեճերի բոլոր մանրամասնությունները, երբ որ դու ստիպված ես եղել լսել քո ծնողներից մեկին, որը քեզ մոտ կիսվել է իր ցավից, իր անճարությունից, վիրավորվածությունից, միայնակությունից, եւ եթե դու մեկն ես, ով շատ փոքր տարիքում ստիպված է եղել հասունանալ եւ մեծանալ, որ կարողանա օգնել ծնողին, ուրեմն այս նյութը քո մասին է։ Եվ ասեմ, որ ես այս նյութի մեջ չեմ պատրաստվում խոսել 2-3 րոպե, ապահովելով անհրաժեշտ, չգիտեմ, կոնտենտը, որ Facebook-ը եւ Instagram-ը համապատասխան ալգորիթմերով այս տեսանյութը առաջ տանի։ Ես ուզում եմ խոսել իրականում խորը, ուզում եմ խոսել շատ թերապևտիկ եւ ուզում եմ, որ այս նյութը նայողները իսկապես օգուտ վերցնեն։ Էնպես որ տրամադրիր քեզ գոնե 10-15 րոպե եւ լսիր ինձ։ Ես ուզում եմ խոսել այն երեխաների մասին, ովքեր որ արդեն ինչպես նշեցի, ականատես են եղել, իմացել են իրենց ծնողների ներսում կատարվող, այդ հարաբերությունների ներսում կատարվող process-ներից։ Այսօր թերապևտիկ դաշտում ես շատ եմ հանդիպում երեխաների, արդեն իսկ մեծահասակների, որոնք պատմում են, որ նրանք միշտ իմացել են ծնողների վեճը, ականատես են եղել կոնֆլիկտներին, լսել են այդ ատելության խոսքը, լսել են, թե ինչպես է ծնողներից մյուսը ասում, որ չի սիրում, որ ատում է, որ կսպանի, եւ նրանք շատ մեծ ցավով կիսել են, այդ ծնողներից մեկի հուզական բեռը։ Եվ ինչ է տեղի ունենում։ Այսպիսի երեխաների մոտ սովորաբար ձևավորվում է այս parentification կոչվածը, որ նրանք սկսում են ծնողի համար դառնալ երբեմն ծնող, դառնում են նրանց հուզական բեռը կիսող անձ, կոալիցիա են ստեղծում, դա էլ է տեղի ունենում, որ նրանք այդ երեխան կարող է ծնողներից մեկի հետ միաբանվել, եւ մյուս ծնողի համար դա ընկալվում է որպես ստեղծված թիմ, կոալիցիա իր դեմ, եւ այսպիսի երեխաները այս լղոզված համակարգի մեջ նրանք կարծես դադարում են ձևավորվել որպես երեխա, որպես առողջ պատանի, դեռահաս, հետագայում արդեն երիտասարդ, ինչու՞։ Որովհետև նրանք տան մեջ ստանձնում են շատ հետաքրքիր դեր, նրանցից մեկը կարող է ասել, որ ես այս տան մեջ ոնց որ իմ պապայի երկրորդ կինը լինեմ, մեկը կարող է ասել, ես ոնց որ մամայիս հոգեբանը լինեմ, մեկը կարող է ընկալել, որ ինքը իր մամայի հոգեբանն է, եւ այս երեխաները հետաքրքիր է, որ սկսում են ծնողներին խորհուրդներ տալ, ուղղություն ցույց տալ, նույնիսկ դնում են պայմաններ իրենց առաջ, երեխան կարող է ասել, որ դու պիտի բաժանվես, եթե դու չբաժանվես, ես այս տնից կգնամ, ես դեպք գիտեի, որ ծնողը չէր պատրաստվում ամուսնալուծվել, անկախ թե ինչ էր կատարվում իր հարաբերություններում ամուսնու հետ, բայց երեխան իր առաջ պայման էր դրել, որ դու պիտի ամուսնալուծվես։ Մի ուրիշ դեպք հիշեցի էլի իմ թերապիաներից, որ այցելուներից մեկը ասում էր, ես իմ կյանքում սցենարներից մեջ ամեն ինչ կարող էի պատկերացնել, միայն ոչ իմ ծնողների միաբանությունը, միասնությունը, որովհետև նա ինչ էր տեսել, նա տեսել էր, որ նրանք ամբողջ կյանք իրար միս են կերել, հենց այս ձևով կասեմ, բայց հանկարծ երբ որ ինքը մեծացել էր, հասունացել էր եւ արդեն ուսման մեջ ուներ դժվարություններ, հարաբերություններում ուներ դժվարություններ, հանկարծ մի շրջան ջղայնացել էր, տնից գնացել էր, հորաքրոջ տանն էր ապրում եւ այլն, նրանք ծնողներով կարծես համընկել էր իրենց ընդհանուր շահը, նպատակը, կար մի թեմա, որի շուրջ իրենք մեկտեղվել էին եւ երեխայի համար այսպես շատ զարմանալի մի բան էր, որ Ես դուք ամբողջ կյանքում իրար կերել եք, այս ոնց եղավ, որ հիմա միաբանվել եք, ուզում եք ինձ օգնեք։ Եվ այդ միաբանությունը, որ կարելի է մտածել, որ գուցե ուրախացներ երեխային, գուցե իր համար այսպես երջանիկ մի բան լիներ, որ վերջապես ծնողները միաբանվել են, բայց դա իր համար զզվելի էր։ Նա հենց այդպես է նշում էր, որ ես իմ սցենարներում ամեն ինչ կարող էի պլանավորել, բայց ոչ իմ ծնողների միասնությունը։ Ես պլանավորել էի, որ իրանք պիտի ամուսնալուծվեն, որ վաղ թե ուշ իրանք պետքա բաժանվեն, որ իրանք ատում են իրար, այսպես կլինի, այնպես կլինի, այնպես կլինի, բայց որ իրանք կմիաբանվեն, այ դա ես չէի պլանավորել։ Ես ունեի այցելու, որ նա ասում էր, ինձ համար ատելի է, երբ որ ես հանկարծ բացահայտում եմ, որ նրանք գիշերը միասին են, սեռական հարաբերություն են ունենում, մեկ սենյակում են քնում, որովհետև նա տեսել էր, որ նրանք առանձին սենյակներում են քնում, իրար ատում են, իրար հետ կռվում են, հայրը կարող է անդադ մորը վախեցնել, որ դանակը կմտցնեմ փորդ, քեզ կսպանեմ, քեզ էս կանեմ, քեզ են կանեմ, մեկի հանկարծ երեխան կարող էր տեսնել, որ այս ծնողները այսպես գիշերը կարծես մեկտեղում են, ինչ որ հետաքրքիր բան են անում։ Ունեի մի երեխա, որ ասում էր, ես
ներվայնացա, երբ որ լսեցի, որ իրանք երկուսով գնում են Ծաղկաձոր 3 օրով։ Ու ասում եմ, ես նենց անհանգիստ եմ, ես չէի ուզում մամայից թողեի։ Ես ուզում եի իրան արգելել, ես իրան ասում էի, դու չես պատրաստ, դու ես քեզ թույլ չեմ տա, որ դու իր հետ գնես, գժվել ես, դու իր հետ գնում ես Ծաղկաձոր ու նորից երեխայի մեջ այդ անհանգստությունը, հա, որ այս ծնողները, որոնք իմ աչքի առաջ իրար հետ կռվում են եւ ես կարծես խաղաղարարն եմ եւ ես միշտ ստիպված եմ կանգնել այդ երկուսի արանքում, հա, օրինակ այցելուն կարող է նշել, որ իրանց վեճերի ժամանակ ես միշտ կանգնած եմ sense մամայից դիմացը, պապայից ասում եմ, ինչ ես ուզում, չկպնես իրան, չխփես իրան ու այն մարդը, որ այսպես կարծես տանը մամայի փրկիչն է, միշտ մամայի կողքին է ու հանկարծ իմանում եմ, որ մաման այդ վտանգավոր դյադյայի հետ 3 օր գնում է Ծաղկաձոր եւ այս ամենը երեխաների գլխի մեջ չի տեղավորվում, որովհետեւ դա նրանց համար զզվելի է, ոչ թե որովհետև սեռական կյանքն է զզվելի, այլ իրենց համար զզվելի է այդ հարաբերությունների ձևաչափը, որ մարդիկ կարող են իրար ատել, մարդիկ կարող են իրար հայհոյել, իրար ցավացնել, իրար վնասել, բայց հետո ունենալ սեռական կյանք, բայց հետո օրինակ, չգիտեմ, իրար հետ գնալ Ծաղկաձոր, իրար հետ միաբանվել, որ իրեն դաստիարակեն, իրեն կյանքի կոչեն։ Մի պահ ընկերներ, եթե հիմա օրինակ ինձ լսում են այն անձիկ, ովքեր այսպիսի երեխայի կարգավիճակում են, հա, եղել, որոնք ստիպված են եղել օգնելու ծնողներից մեկին, նրա ընկերը լինել, զրուցակիցը լինել, հոգեբանը լինել, մի պահ ձեզ հարց տվեք, արդյոք դուք ճանաչում եք իրականում ձեր մյուս ծնողին, արդյոք դուք իր մասին ունեք իրական ձեր կարծիքը, որտեղ հաճախ այցելուները կարող են նկարագրել, որ ինչ որ մի պահի իրանք կարող են բացահայտել, որ մյուս ծնողին իրենք չեն ճանաչում, օրինակ մի այցելու ունեի, ասում էր, ես հանկարծ հասկացա, որ պապայիս ես չեմ ճանաչում, ես իր մասին լիքը բան գիտեմ, լիքը բան կարող եմ ասել, բայց այդ ամեն ինչը մի բան է, որը ոնց որ ինձ տրվել է մամայիցս, ես այդ ամեն ինչը տեսել եմ, երբ որ պապայիս դիտարկել եմ ամուսնու դերում, բայց թե ինքը ինչպիսին է որպես հայր, ինքը ինչպիսին է որպես այլ իր դերերում, ես ոչինչ չեմ կարող ասել։ Մի պահ ձեզ հարց տվեք, արդյոք դուք ձեր այդ մյուս ծնողին, որից որ ստիպված եք եղել մյուս ծնողին պաշտպանելու, ճանաչում եք, արդյոք դուք իր հետ ունեք ձեր անձնական հարաբերությունները, արդյոք դուք իր մասին ունեք ձեր անձնական կարծիքը ձևավորված։ Մի պահ ձեզ հարց տվեք, ինչ է ձեզ հետ կատարվում, ինչ է ձեր մարմնում կատարվում, ձեր հուզական աշխարհում կատարվում, երբ որ դուք հանկարծ տեսնում եք ձեր ծնողներին միասին, երբ որ դուք օրինակ իմանում եք, որ նրանք միասին գնում են ինչ-որ շրջագայության կամ միասին քայլում են ձեռք-ձեռքի բռնած փողոցում, ինչ է ձեզ հետ կատարվում, ինչ մտքեր կան, ինչ էմոցիաներ կան, մարմնի որ հատվածում է այդ ամենը կատարվում։ Մի պահ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ, որտեղ ամեն մեկը չէ որ գալիս է թերապիայի, բայց իրական մեր կյանքում մենք շատ ենք հանդիպում երեխաների, ես հիմա նորից մի դեպք հիշեցի, այդ աղջիկ երեխան, որ մտավ իմ սենյակ, ես մտածեցի, որ 18-19 տարեկան օրիորդ աղջիկ է, այնինչ պարզվեց, որ նա 12 տարեկան էր, եւ ինքն էլ տարիներ շարունակ իր մամայի ընկերուհին էր եղել, տարիներ շարունակ կանգնել էր մամայի ու պապայի արանքը մեջտեղը, որ պաշտպաներ մամային, սա շատ բարդ հարաբերություն է, սա շատ լղոզված դերային համակարգ է եւ եթե ինձ լսում են հիմա ծնողները, ովքեր իրենց երեխաներին ներգրավել են, իրենց երեխաներին մասնակից են դարձրել այս ամենին, մի պահ կանգ առեք։ Սա ոչ թե խոսքը գնում է այն մասին, որ դուք վատ ծնող եք, որ դուք ձեր երեխային բավարար չեք սիրել, որ այդպես եք վարվել, սա ուղղակի խոսքը այն մասին է, որ դուք գուցե հաճախ չեք ունեցել ձեր հույզերը կիսելու այլ միջավայր, դուք չեք ունեցել այլ տեղ, որտեղ կկարողանաք լսված լինել, հասկացված լինել, ստանալ ապրումակցում, բայց մենք մեծահասակներս պետք է գիտակցենք, որ մեր երեխաները չունեն այդ կարողությունը մեր բեռը կրելու, իսկ երեխային սիրել դա նաև նշանակում է չծանրաբեռնել նրան այն լուծով, այն բեռով, որը որ այդ փուլում, այդ տարիքում նա ունակ չէ կրելու։ Սիրելի ծնողներ, մի պահ կանգ առեք։ Եթե դուք տեսնում եք, որ ձեր երեխան անդադ այդ սահմանները խախտում է եւ գալիս է ձեր հարաբերություններն է պարզաբանում, ձեր ամուսնուն այսպես ուղղություն է ցույց տալիս, որ իմ մամայի հետ այդպես չխոսաս, այս ինչ բանը սենց չանես, նենց չանես, որտեվ իրոք դեպքեր կան, որ մաման այսպես զոհի կարգավիճակում է լուր եւ այստեղ ստացվում է, որ իրեն պաշտպանողը երեխան է, իր տեղը խոսացողը երեխան է, ու այսպես լինում են աղջիկ երեխաներ, որոնք սենց արճակատվում են իրենց պապային ու սկսում են այսպես պապային անել, թե ինչ ինքը չի կարա անի, ինչ կարա անի եւ այսպիսի երեխաների համար իրականում շատ դժվար է։
շատ դժվար է իրականում չզգալ դավաճանված, երբ որ մի պահ մեծանում են ու հասկանում են, որ իրենց մյուս ծնողը այդքան էլ վատը չէ, որ մյուս ծնողն էլ իր դժվարությունները ունի, իր աջակցության կարիք ունի, որտեղ իրանք այնքան են այսպես թիմ դարձել, կոալիցիա դարձել այն ծնողի հետ, ով զոհի կարգավիճակում է իրեն ներկայացրել, եկել է, պատմել է, կիսվել է, լացել է, այսպես զոհ, որ ինչ որ մի պահ, որ երբ որ ես թերապիայի մեջ օրինակ առաջարկում եմ հարաբերություններ սարքել, կամուրջներ ստեղծել, հա, դեպի մյուս ծնողը, թեկուզ ուղակի ճանաչման, բացահայտման նպատակով երեխայի մոտ հարց է առաջանում, որ գուցե մայրս մտածի, որ ես իրեն դավաճանում եմ, ու երեխաները հաճախ այսպես կապերը կտրում են բոլոր այն մարդկանցից, որոնց հետ մայրը չի հարաբերվում, որովհետև դա իսկապես ծնողի կողմից հաճախ ընկալվում է որպես դավաճանություն, հա, որ եթե պապատ իմ հետ այսպես է վարվել, դու հիմա իր հետ նստած հեռուստացույց ես դիմում, ուրեմն դու ինձ դավաճանել ես, բայց երբ որ իրենք այդ նույն տղամարդու հետ երեկոյան սեռական հարաբերություն են ունենում կամ գնում են ինչ-որ տեղ հանգստանալու, դավաճանված արի ուտես, որ չեն զգում, կամ ես ունեի մի այցելու, որ արդեն ինքը ամուսնացած էր, իր ամուսնու հետ առանձին ապրում էին, դեռ երեխա չուներ, բայց ինքը ասում էր ես միջև այսօր երազ եմ տեսնում, ու իմ երազները կրկնվող են, ասում էր, որովհետև երազներից մեջ միշտ մամաս պետքա ընտրի իմ ու պապայիս միջև ու ընտրում է մամայիս ու ընտրում է պապայիս, եւ ինչն էր այստեղ հարցը, որ այս աղջիկ երեխան էլ տարիներ շարունակ տեսել էր իր մամային զոհի կարգավիճակում եւ տարիներ խնդրել էր ամուսնալուծություն։ Ինքը ասում է, ես անդադ մամայիս ասում էի, արի գնանք, խնդրում եմ, ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ ավելի լավ կլինի, մենք միասին կհաղթահարենք, բայց մամաս չէր ամուսնալուծվում։ Ուրիշ դեպք գիտեմ, որ ծնողը աղջկան խորհուրդ էր տվել, որ հունվարից մենք կգնանք այս տնից, հա, ու եսպես երեխան լացելով ինքը սպասում էր այդ հունվարին, որ մամաս խոստացել է հունվարին մենք գնալու ենք, արդեն ինքը պլանավորել էր, ոնց է դպրոց փոխելու, միջավայր փոխելու, ոնց է էս անելու, այն անելու, ընկերուհիներին էր զգուշացրել եւ այլն, բայց եկավ հունվար ամիսը, ծնողները վեճը անցել էր, բարիշել էին երկար խռով մնալուց հետո եւ բնականաբար մայրը հաշտվելուց հետո չէր պատրաստվում ամուսնալուծվեր, չէր պատրաստվում գնար, որովհետև երբեմն այդ գնալն էլ հեշտ բան չի։ Մայրը կարող է մտածել, լավ, գնամ, ուր գնամ, չէ՞ որ ես տուն պետքա վարձեմ, անչափահաս երեխաների հետ պետքա մենակ մնամ, դպրոց տանել, բերել, կենցաղային հարցեր, կոմունալ, տանվարձ, իրականում անգամ այն ծնողը, ով իր ամբողջ էությամբ ցանկանում է ամուսնալուծվել, ունի շատ վախեր, շատ անորոշություն եւ երբեմն ինչքան էլ այսպես ասում, հա, վсё, բաժանվելու եմ, բայց հենց որ հաշտվում են նորից այսպես գալիս է խելոք շարունակում է իր կյանքը, ես ոչ մեկի չեմ ցանկանում դատել կամ մեղադրել, ուղղակի ուզում եմ միասին հասկանանք ինչ process-ներ են կատարվում նմանօրինակ հարաբերությունների մեջ եւ երբ որ նրանք արդեն հաշտվել էին եւ մայրը հասկացել էր, որ բնականաբար հունվարին չի պատրաստվում հեռանալ այս տնից, աղջկա համար դա սարսափելի մեծ դավաճանություն էր, հիասթափություն էր, նա ասում էր ինքը ինձ խաբեց, ինքը ինձ խոստացել էր, ես պատրաստ եմ, ես արդեն ամեն ինչ պլանավորել եմ, այսինքն երեխաների համար նորից եմ կրկնվում, շատ դժվար է կրել ծնողների ծանր լուծը։ Սիրելի ծնողներ, ձեր կյանքի դժվարությունների մեջ, կոնֆլիկտների մեջ ձեր երեխաներին մասնակից մի դարձրեք։ Նրանք չունեն բավարար ռեսուրս ձեզ լսելու։ Անկամ եթե այսպես նրանք ձեզ շատ օգտակար են լինում, լսում են, խորհուրդ են տալիս եւ այլն, եւ դուք մտածում եք, ես իրան չեմ ասում, որն է ճիշտ, որը սխալ, ես ուղղակի իր հետ կիսվում եմ, արդեն մեծ երեխա է, թող ինքն էլ իմանա, դա իրեն միայն ներսից քանդում է, դա իր հիմքն է քանդում, դա իր աշխարհընկալմանն է խոչընդոտում, դա իր ապագա հարաբերությունների ստեղծման համար մեծ վախեր է տալիս։ Ընկերներ, 15 րոպե արդեն խոսեցի, այսքանով եկեք ամփոփենք, իսկ այն մարդիկ, ովքեր որ այս նյութը լսեցին եւ հասկացան, որ այս դժվարությունը իրենք էլ ունեն, զանգահարեք 095 51 44 54 հեռախոսահամարով, գրանցվեք թերապիայի համար եւ աշխատեք ձեր ներքին երեխայի հետ։